Բարև ձեզ, դուք լսում եք մեր գիտատեխնոլոգիական փոդքասթը, որտեղ կխոսենք բժշկության մեջ հույս ներշնչող ամենակարևոր ուղղություններից մեկի մասին՝ իմունոթերապիայի մասին։ Ինչպես է հնարավոր այնպես անել, որ նոր մարմինը ինքնին սկսի պայքարել քաղցկեղածին բջիջների դեմ։ Այս հարցի պատասխանը փորձում է գտնել ամերիկյան Agenus ընկերությունը հայազգի գործարար և գիտնական Կարո Արմենի գլխավորությամբ։ Գիտեք, որ մեր մարմնի ներսում գործում է մի մեծ բանակ լիմֆոցիտների և մակրոֆագների և այլ բջիջների բանակ, որոնք ամենվարկյան մեզ պաշտպանում են հիվանդություններից։ Սակայն հաճախ քաղցկեղածին բջիջները կարողանում են թաքնվել դիմակի տակ և հենց այդտեղ էլ օգնության է գալիս նորարարությունը։ Այսօրվա մեր հյուրն է Agenus ընկերության տնօրեն հայազգի գործարար Կարո Արմենը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խնդրում եմ ներկայացնել նոր դեղամիջոցի գաղափարը։ Մենք սինթեզում ենք միացություններ, որոնք ակտիվացնում են իմունային համավերքը։ Արդյոք փորձարկելի դեղամիջոցը։ Այո, նոր փորձարկումները իրականացվել են 4 փուլում գտնվող հիվանդների մոտ, այն փուլում, երբ բուժման հնարավորությունները շատ սահմանափակ են։ Արդեն ավելի քան 1000 հիվանդ օգտագործել է և արդյունքները շատ հուսալի են։ Հույս ունենք, որ դեղամիջոցը շուտով հասանելի կլինի մի շարք երկրներում։ Նշենք նաև, որ Հայաստանի դերը այստեղ կարևոր է։ Փորձարկմանը մասնակցում են Երևանի Ելյանի անվան արյունաբանության ու ուցքաբանության կենտրոնը։ Հպարտանում ենք, որ WCIT 2024 թվականի համաշխարհային համաժողովի ընթացքում Կարո Արմենը արժանացել է մրցանակի ուռուցքաբանության դեմ իր ներդրման համար։ Ոչ միայն գիտական, այլև ազգային հպարտության պահ է հայ գիտնականը կանգնած է մի նախագծի առջև, որը կարող է փոխել քաղցկեղի դեմ պայքարի պատմությունը։ Քաղցկեղի դեմ պայքարելու ամենահզոր միջոցը ոչ թե տեղն է, այլ հեծել իմունային համակարգը։ Եվ երբ տեխնոլոգիան միախառնվում է մարդու ներուժի գիտակցմանը, տարիներ հետո հնարավոր է բժշկությունը դառնա ոչ թե բուժում, այլ ինքնաբուժում։ Շնորհակալություն, որ լսեցիք մեզ։ Եղեք առողջ և հետաքրքրասեր։